Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանում։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ երկրաշարժ տեղի ունեցավ, երևի բոլորդ անդրադարձակ այսօր առավոտյան նախագահ Թրամփ եւ Էլ Սալվադորի նախագահը այստեղ էր, դրան անդրադառնամ։ Թրամփը եւ Մաքսատուրքը ինչ որ պահանջում է, Մաքսահարկը ինչ պահանջում է, դրան անդրադառնամ, օդանավ վայր ընկավ, դրա մասին խոսեմ, Հարվարդ համալսարանի մասին պիտի խոսեմ, մեկ անձ ուզում է սպանի Փենսիլվանիա նահանգի նահանգապետին, Օզեմփիկ տեղի մասին պիտի խոսեմ, բնակարանների գնման մասին, որ տարիների ընթացքում ինչպես առաջին անգամ նրանք որ բնակարան պիտի գտնեն, տեսնեք տարիքը անձի ավել բարձրացել է, քան թե տարիներ առաջ, երբ որ անձը առաջին անգամ իր բնակարանը կարողանում էր գնել։ Հետո նրանից հետո մեկին բարձրանում է սար, հետո տեսնենք ինչ է լինում, եւ այսօր առաջին անգամ լինելով 6 կին տիեզերք են գնում, դա ցուցադրեմ այդ կապսուլի մեջ, միայն կանայք կային, դրա մասին պիտի խոսեմ։ Նախքան խոսել այն ինչ որ վերևում թվեցի, ուզում եմ հիշեցնել High Vision ալիքի միջոցով շանթ Հայաստանից ուղիղ միացած է, հեռարձակվում է հարավային Կալիֆոռնիայում։ Դուք պետք է Charter-ի 381 կամ Spectrum-ի 381 եւ 1629 ալիքների միջոցով է հեռարձակվում շանթը 24 ժամ, շաբաթը 7 օր, որտեղ դուք կարող եք տեսնել առավոտյան ժամը 8-ից մինչև 10-ը առավոտյան շանթում, նրանից հետո երգի բաժիններ կա, այնտեղ համերգներ կա, մրցություններ կտեսնեք, ֆիլմեր կտեսնեք, սերիալներ այնտեղ գեղեցիկ սերիալներ կարող եք տեսնել գիշերը 8-ին եւ գիշերը ժամը 10-ին, թարմ լուրեր կարող եք լսել, բոլորը շանթի միջոցով, որը հեռարձակվում այստեղ High Vision ալիքի միջոցով հարավային Կալիֆոռնիայում պետք է ունենալ այս ալիքները։ Իսկ եթե դուք բիզնես ունեք, ուզում եք այստեղ գովազդեք, զանգարեք այս հեռախոսահամարին, ինչ որ պաստառի վրա երևում է։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել երկրաշարժ տեղի ունեցավ այստեղ մեր հարավում, Սան Դիեգոյի հյուսիս արևելքում, այստեղ Ջուլիան կոչվող, սա Սան Դիեգոն է, տեսնում եք, հյուսիս արևելքում տեղի ունեցավ, կարելի ասել, ասել էին, որ 6-ը ուժգնությամբ Ռիխտերի սկեյլի վրա, իսկ 5.2 էր, բայց սա հզոր մասամբ երկրաշարժ էր, որովհետև, այսինքն կարող էր մեծ վնաս հասցնել, բայց չպատահեց, որովհետև շատ խորքում տեղի ունեցավ, 8.9 մայլզ խորքում տեղի ունեցավ։ Երկրաշարժը ինչ որ մակերեսին մոտիկ լինի, էպիցենտրը կենտրոնը ինչքան մոտիկ լինի մակերեսին, ավելի զգալի է դառնալու, բայց այս բարեբախտաբար շատ խորը տեղի ունեցավ, ամենայն դեպս թեքստ եկավ, այսինքն Լոս Անջելես քաունթիում նաև, թե մեր հարավում էր, բայց թեքստ եկավ մի քանի վայրկյան նախքան պատահի։ Եթե նախապես հնարավոր չէր երկրաշարժը, մինչև չէր պատահում, չգիտեին, որ տեղի ունենալու։
իսկ հիմա մի քանի վայրկյան նախքան երկրաշարժ կարողանում են լուր տալ, որ տեղի ունենալու մի քանի վայրկյան հետո երկրաշարժ, որ անձը ամենաապահով աշխատանքը կլինի, եթե ժամանակ ունեք, այսինքն դուք արդեն դուրսը մնալ, եթե չէ սեղանի տակ մնալը ամենաապահով վիճակը կարող է լինի, եթե երկրաշարժը տեղի ունենում։ Ամենայն դեպս ես այստեղ ուզում եմ ցույց տալ այսօրվա երկրաշարժը, տեսեք այսպես, ինչպես ամեն ինչը տղրդում է այսպես, անգամ տրսումը զգալի էր, այստեղ որոշ տեղեր այս երեխա է, որ վախից բարձրանում է, տեսնում եք այսպես, սա շենք է, որ պատկերացրեք մեկ այդ բարձրունքում աշխատում է, ինչ պիտի զգա, ահուսարսապ, այստեղ տեսնում եք, Սան Դիեգոն է, Սան Դիեգոյից, անգամ այս փիղերը անդրադարձան եւ տեսեք պաշտպանողական դիրք ընդունեցին այդտեղ, տեսնում եք բոլորը մեջքը իրարու հավաքեն էին եւ այսպես տեսնում եք անգամ ճանապարհների վրա որոշ տարածքներում խոշոր ժայռեր անգան։ Այստեղ նորից տեսնում եք ուր պատահեն է երկրաշարժը Քալսբեդի արևելքում Էնսինադաս այստեղ տեղի ունեցող այս լիքերի խանութում այս խմիչքները թանկարժեք խմիչքներ նաև վայր ընկան կոտրվեցին, տեսնում եք կոտրվել է, բայց բարեբախտաբար առավոտը տեղի ունեցավ մինչ հիմա մեկ չեն հաղորդել, որ մեկը վնաս է հասել իրեն։ Սա emergency alert-ներ երևի ձեզանից բոլորը նրանք, որ հարավային Կալիֆոռնիայում ապրում են, այստեղ զգուշացրին մի քիչ առաջ նախքան տեղի ունենա, տեսեք ինչպես կարող էր շատ մեծ վնաս հասնել, տեսեք երեխին վերցրավ անձը ու դուրս փախավ տնից դուրս գնաց, որ շատ խելացի գործ արեց անմիջապես գնաց։ Այսպես տեսնում եք այսօր տեղի ունեցող երկրաշարժ Լոս Անջելեսի հարավում, տեսեք անգամ կենդանիները նախապես են անդրադառնում։ Հիմա ինչ ուզում եմ այստեղ ձեզ ցույց տալ։ Երկրաշարժի գծեր կան այստեղ, մեր շրջանը երկրաշարժի տարածքների մեջ է, այսինքն մենք միշտ ունենալու ենք երկրաշարժ։ Հիմա նախատեսում են մեկ օր երկրաշարժ կլինի 9 ուժգնությամբ եւ դա դեղին գծեր, որը տեսնում եք երկրաշարժի գծերն են ինչ որ կա։ Իսկ այնինչ որ այսօր տեղի ունեցավ, կարմիրով եք տեսնում։ Կարմիրով տեսնում եք ուր երկրաշարժը, այստեղ տեսնում եք այս գիծն էր, որ հանկարծ սկսեց ստեղծել կամ կերտել այս բոլոր բարդությունը երկրաշարժի ինչ որ տեղի ունեցավ, բայց սրանք ամեն գիծ որ տեսնում եք եւ Լոս Անջելես մենք այստեղ ենք ապրում, տեսեք այս գծերը բոլորը մեր շրջապատում են, սրանք կիլոմետրներ կամ մայլզեր մեզանից հեռու են, բայց երբ երկրաշարժ լինի, գիտեք մեծ հեռավորություն նաև զգալի է դառնում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից նախագահ Թրամփի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանը հովանավորում է ծրագիրը, եթե դուք Դուբայում հողատարածքը ուզում գնեք, դա կլինի կոնդոմինիում կգնեք, առանձնատուն պիտի գնեք այնտեղ իրեն միջոցով կատարեք եւ տեղեկություններ հավաքեք, որովհետեւ որոշ չափի եթե գնումը կատարեք, այնտեղի 10 տարվա վիզա եք ստանալու, որ կարող եք գնալ գալ, ամեն ինչ ավելի հեշտ է լինելու։ Եվ նաև ես ուզում եմ ասել 135,000-ից կոնդոմինիումը սկսում է եւ եթե 20
down պետք ունեք, մոտարապես $30,000 down payment պետք ունեք, մնացածը տարիների ընթացքին տոկոս գոյություն չունի, այնտեղ իրավունք չունեն տոկոս պահանջելու, ուրեմն վճարելու եք ինչ որ պարտք եք մնալու, այդ եք վճարելու։ Ապարտմաններ կահույկապատված են եւ նաեւ զեղչեր է նկատի առնված անպայման 5-ից 10 տարի կամ 10 տարվա վիզա կարող եք ստանալ նաեւ անպայման իրեն միջոցով կատարեք։ Ուրիշ ռեգլամներ կա, կարողա տեսնեք, բայց այդ անձիկ իրենք այնտեղ լայսենս չունեն, այսինքն real estate-ի լայսենս չունեն, որ ուղղակի ձեզ սախեն։ Ուրիշների միջոցով են կատարում, որ դուք ավել թանկ է լինելու ձեզ, ավել ֆիերը բարձր է լինելու, ավել հարմար կլինի իր հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Prime-Med հովանավորում է, տեղատունն է հովանավորում։ Prime-Med տեղատունը այստեղ տեսնում եք հասեն 859 West Glenox փողոցի վրա է գտնվում, անմիջապես Glenox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս Highland եւ Glenox-ի հատման կետում, բայց տեղերը կարող են ձեր տանը բերեն, անպայման զանգարեք խորհրդակցեք 6-000, տեսնում եք 3-0-3-7 6-000-777 հեռախոսահամարն է, զանգարեք խորհրդակցեք, եթե կողջ եք ձեր տեղատունից, այստեղ զանգահարեք։ Ծրագիրը նաև հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում, անմիջապես գումարը կարող եք փոխանցեք զատիկը մի շաբաթ հետո ավել քիչ քան թե մի շաբաթ զատիկ է ձեր ազգականներին նվեր ուղարկելիս, գումար ուղարկելիս ամենահարմար գումարն է ղրգելը։ $100 եթե ղրգեք $1 եք վճարում, ոչ միտեղ այսպես չի։ Ամենտեղ 3-3.5-4-5% պիտի վճարեք։ $1 եք վճարում։ $500 ուղարկեք, $5 եք վճարելու։ Այդպես խիստ իջեցրած է, այստեղ տեսնում եք։ Իսկ եթե ծանրոց պետք է Հայաստան ուղարկեք, մի քանի օր հետո իրենք կստանան, pound-ը ընդամենը $2.99 է առաջարկված, ամենտեղ $5 է, $4 է, ընդամենը $2.99 pound-ը երկու կենտրոն ունի Երևան Shipping, North Hollywood-ում, Lancashire փողոց, Glendale-ում Palmer փողոցի վրա, East Palmer։ Ծրագիրը հովանավորում է նաև Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Կարավան ռեստորան ձեզ առաջարկում ճաշ, նաև այս զատիկվա առիթով ճաշ են առաջարկում, զանգահարեք, իրենք ամեն ինչը նկատի են առել ձեզ համար զատիկվա խնջույքի համար կվերադառնա։ Abrego Garcia մեկ անձնավորություն էր, որ Էլ Սալվադորից եկել էր այս երկիրը եւ ամուսնացել էր մեկ ամերիկուհու հետ, 3 երեխա ունի, ինքը հետո green card ունի, այստեղ բնակվում էր, աշխատում էր, իսկ գիտեք, վերջին ժամանակում ձերբակալում են անձիկին, որ նախագահը կարծում է կամ իր վարչակազմում է սրանք քրիմինալներ են, ոճրագործներ են եւ երկրից վտարեց ուղարկեց Էլ Սալվադոր։ Եվ այս տղան ոչ մի դոկումենտ չեն ներկայացրել, որ ինչ որ ոճրագործությունն է տեղի տվել եւ այլն չի եղել։ Իսկ հետաքրքիր է իրեն, որ հաներն են հիմա Supreme Court-ը այս երկրի գերագույն ատյան ասեն այս մարդուն հետ վերադարձրեք։ Բայց օրինակ այսօր նախագահի այս գրասենյակում նստած գլխավոր դատախազը կամ Attorney General-ը այս երկրի մի կին է Pam Bondi անունով ասում է, որ իրենց կապ ունի, որ այսինքն այս տղային այնտեղից բանդին ցանեն հետ վերադարձնեն։ Մենք չենք կարող իրեն հետ բերել։ Թեև ասացի, որևէ ռեկորդ չկա, Supreme Court-ը գերագույն ատյան նաև իրեն ասել է, որ
պետք է հետ վերադարձնենք։ Նախագահ Թրամփը քիչ հետո ցույց տամ մի քանի օր առաջ ասաց, որ Supreme Court-ի հրամանն է, որ սրան պիտի հետ վերադարձնենք, այդ ենք անելու։ Իսկ կարծեք թե հետո միտքը փոխեց նախագահը եւ ասում է, որ Supreme Court-ը, որ այսպես օրենսդիր մարմինը օրենք է դնում, դատական համակարգը ինչ որ Supreme Court-ն է եւ գործադիր մարմին կա, ասում է Supreme Court-ին չի վերաբերում, սա ուրիշ երկրների հարաբերություն է եւ կառավարությունն է որոշում ինչ պիտի լինի, այսինքն երկու տարբեր արտահայտություն արեց Թրամփը այս մասին, մեկ որ հնազանդվելու է Գերագույն ատյանի որոշումին, մյուսը որ չի ուզում մխրճվի այս հարցի մեջ եւ այս անձնավորությունը հետ վերադարձնեն Ամերիկա։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ, տեսնում եք այսպես այսօր Էլ Սալվադոր, որտեղ որ 6 միլիոն ստացավ այդ երկիրը, որ այս բանդարկյալներին ընդունի եւ այս տղան նաեւ այդտեղ բանդարկված է, այսպես տեսնում եք Էլ Սալվադորում այս տղան է ինչ որ տեսնում եք իրեն տարերներին այնտեղ եւ Էլ Սալվադորի նախագահն է այստեղ, որ այս ասում է մեզ կապ չունի որ վերադարձնենք, մենք չենք կարող վերադարձնենք բանդարկյալին, ասում է Էլ Սալվադորի նախագահը այսօր նախագահ Թրամփի հանդիպելիս։ Տեսնում եք Supreme Court-ի Ամերիկայի Supreme Court-ի ամենաբարձրագույն ատյանն է, որ այստեղ հրաման է տվել, անօրինական է, որ իրեն ղրկեն եւ պետք է հարմարություն ստեղծեն, որ սա Աբրեգո Գարսիան հետ վերադառնա։ Իսկ կառավարությունը, այսինքն Թրամփի վարչակազմը ասում է սա MS-13, որ գանգերեն նրա անդամն է, անընդհատ կրկնում են, բայց մինչ հիմա որևէ տվյալ չկա, no evidence, տեսնում եք այդտեղ գրված էր, որևէ ոչ այստեղ ռեկորդ ունի ոչրագործության, ոչ այնտեղ։ Այստեղ է, որ Թրամփը ասում է ես հարգում եմ Supreme Court-ի վճիռը եւ ասել եմ, որ իրեն հետ վերադարձնենք եւ հետ վերադարձնելու ենք, այսպես ասած, իսկ հետո կարծեք թե միտքը փոխեց հակառակը դրան ասած, որ Գերագույն ատյանը չպիտի մխրճվի մեր հարցերի մեջ։ Այստեղ տեսնում եք Փամ Բանդի, այդ բլոնդ տիկինը, որ նստած է, գլխավոր դատախազն է, որ ցես քիչ առաջ ասացի, որ ասում է եթե ուզում են, թող կան իրենք հետ բերեն այդ անձնավորությունը, մենք չենք կարող գնալ, իրեն հետ վերադարձնենք, այսպես արտահայտվեց, այսպես տեսնում եք այս մեղավորներին կամ գանգերին ինչ որ նախագահի հրամանով այս երկրից անել էին։ Այս տղան է, տեսնում եք, որտեղ իրեն այս երկրից վտարեն են, կարմիր շրջանակի մեջ տեսնում եք, երբ տարեն էին այդ ժամանակ։ Հիմա ոմանք դուրս են եկել բողոքի ցույցեր են կատարում, որ ինչպես կարելի է, որ եւ Գերագույն ատյան ասել է պետք է հարմարություն ստեղծեք, որ նախ կառավարությունը որ հետ վերադարձրեք, facilitate, հիմա նախագահի վարչակազմը իհարկե իր մոտ տարբեր անձիկ ասում են, որ միայն մեզ մնում է որ օգնենք, չի ասում որ անպայման հետ վերադարձրեք, այսինքն չի ստիպում որ հետ վերադարձենք, այլ ասում է օգնենք, այսպես է որ այս կինը տեսնում եք գլխավոր դատախազն այսպես արտահայտվեց այսօր այս ժողովի ընթացքին։ Ես ուզում եմ հիմա շարունակել ու խոսել այն հարցի մասին, որ նախագահը թերիվ կամ ասում է ինչ որ ներմուծվի այս երկիր, ինչ որ մտնում է այս երկիր, ուրեմն պետք է հարկ վճարեն, մաքսատուրքը պիտի վճարվի, ասում է նախագահը այս բերումով։ Եվ բոլոր երկրներից ինչ որ գալիս է, ասել էր հարկ պիտի վճարեն։ Իսկ հետո այնպես վիճակ ստեղծվեց, որ
այս երկրում նրանք որ օրինակ Apple ընկերությունը որ համբյուտեր հեռախոս բոլորը պատրաստում է Չինաստանում մեծ դժվարություն եղավ նրանք չպիտի կարողանային որտեվ նախագահը բարձրացրեց այդ հարկը 145%, այսինքն ինչ որ արժում է 145% պիտի ավելացնենք, եթե 100 արժում է կդառնա 200 այսինքն $245 կդառնար եւ այդպիսով ուրեմն այդ ապրանքները չի վաճառվի։ Ամերիկան ամենաշատ ներմուծվում է ապրանք Չինաստանից, որպես մեկ երկիր Չինաստանից։ Իհարկե Եվրամիության երկրները 20%, ինչ որ այս երկիր գալիս է, բոլոր այդ 30-ից ավել երկրներից է գալիս, միայն Չինաստանից 13.5%-ով գալիս է այստեղ։ Ուրեմն այդ մենախոշոր երկիրն է, որ այստեղ ինչ որ գնում է կոշիկ կլինի, շապիկ կլինի եւ այլն, այսպես տեսնում եք national security ասում է կարող է այդպես լինի եւ որ նոր հարկեր նաեւ դեղերի վրա, ինչ դեղ գալիս է, գիտեք դեղը այս երկրում շատը դրսից է գալիս, Հնդկաստանից, Չինաստանից, Վիետնամից եւ computer chips այդպես ասում են նրանց էլ կարող է հետո հարկ ավելացնեմ առայժմ ասացի հետ նահանջելն է որևէ երկրից հարկ չի պահանջում ընդհանուր 10% հարկ է պահանջում իսկ միայն Չինաստանին 145 իսկ Չինաստանը նաև պահանջեց iPhone-ը այն հեռախոսներ որ iPhone-ի ղեկավարությունը կամ Apple-ի ղեկավարությունը իր հետ խոսեցին եւ ուրեմն տելեֆոնի վրա հարկ չի պահանջելու որոշ չիպսեր որ համբյուտերների մեջ տեղադրում են այդ չիպերը հարկ չեն պահանջելու այսպես տեսնում եք բայց հիմա նախագահը ասում է ես հիմա ուրեմն հրավիրում է կամ ասում է գործարքը կնքել Չինաստանի ղեկավարին ասում Չինաստանի նախագահը մեկ անգամ այս մասին խոսեն է եւ ասում է ինչ որ հարկ մեզանից պահանջեն մենք էլ ինչ որ Ամերիկայից գալիս այստեղ հարկ ենք պահանջելու որ 125%-ով հարկ է պահանջում նրանց համար հեշտ է Չինաստանի նախագահը երեք իր ժողովրդին ասում էր մենք եթե մի ամիս կտևի այսպես եթե դժվարություն կլինի չինացիները կտոքան Եթե 3 ամիս կտևի մեզ համար որոշ ապրանքների ինչ որ գալիս է Ամերիկայից թանկ կլինի, եթե 3 տարի, այսինքն մի տարի, 2 տարի, 3 տարի մենք կարող ենք տոկանք, բայց Ամերիկան չի կարող։ Դրա համար է որ Թրամփը հրավիրում է որ հանդիպեն եւ համաձայնությունների կան, ասեն է Թրամփը այսօր, երբ տեսնում է Չինաստանի նախագահը այստեղ գնացել է այցելել է Վիետնամ, այդտեղ տեսնում էիք եւ չի կապվում, չեն կապվում Ամերիկայի հետ։ Միայն ինքը ասել է որ որևէ մեկը չի կարող հաղթանակ շահի այս բիզնեսային պայքարի մեջ ասեն է եւ անկայուն վիճակ է ստեղծվելու այս բերումով ասում է Չինաստանի նախագահը այս վերաբերյալ այդպես արտահայտվեց ինչ որ այսօր այդպես ասած տեսնում եք այս ծանոթներն է որ պետք է ուրեմն 145% հարկ պահանջեն ինչ որ Չինաստանից գալիս է consumer electronic նախագահ այսօր ասած տելեֆոնը տեսնում եք համբյուտերը եւ չիպը այդ չիպերը որ համբյուտերի մեջ կան ասած նրանց բացառվում է հարկը չեն պահանջի երբ որ խիստ նախագահին ասացին որ հնարավոր չի աշխատել այդպես եւ այսպես տեսնում եք ամեն օր մի նորություն է գալիս այս մասին եւ նախագահը հույս ունի որ անպայման կհանդիպի Չինաստանի հետ եւ համաձայնությունների կգան Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիր այդ ժամանակ պետք է խոսեմ մեկ օդանավայրերին գետ դրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում
Եթե դուք մի բնակարան եք վարձել, այնտեղ միջատ կա, պահարանը բացում եք, միջատները բոլորը գնում գալիս են, մրջում կա եւ մուկ կա բնակարանի մեջ, ձեզ պետք է հատուցում տան, որովհետեւ դա բնակելի տուն չի։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա գումար վերցնի ձեզ համար, հետո փաստաբանին կվճարեք։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք, խորհրդակցեք, այս հեռախոսով խոսեք։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 նախոր 3 սրահներ ունեն 300, 150, 120 տարողությամբ, նաեւ ամենօրյա ճաշ են առաջարկում $300 է, բայց ճաշը շատ է, անպայման զանգահարեք տեղեկությունների համար, հեռախոսը համարը տեսնում եք, ռեգլամի մեջ կտեսնեք այդ ճաշը, ինչ որ առաջարկում են, ասացի, չտեսնված չափ ունի, անպայման փորձեք։ Ծրագիրը հովանավորում է Ատամնաբույժ Բարսեղյանն է հովանավորում եւ Մահտեսյանը։ Երկուսը ատամնաբույժներ են, գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում են գտնվում, իրենց գրասենյակը այդտեղ է, ատամնաբուժարանը այդտեղ է, զանգահարեք ժամադրության համար։ Եթե պրոբլեմ ունեք ատամի հետ, լինդի հետ, արյունոսություն ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, ուրիշ հարցերով զանգահարեք այստեղ։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Եթե աչքերի հետ աչքը ջուր է հոսում, պրոբլեմ ունեք, տեսողության պրոբլեմ կա, ագնոցի կարիք ունեք, լենզ եք ուզում տեղադրեք, սա վիրահատող բժիշկ է, այդ հարցերով կամ աչքի որևէ պրոբլեմով զանգահարեք, ժամադրություն վերցրեք։ Գտնվում է, այստեղ տեսնում եք, Ջաքսոն փողոցի վրա է գտնվում հիմա։ Մի ամիս է ինչ որ տեղափոխվել են, իրենց գրասենյակ տեղափոխվեն այստեղ, բայց զանգահարեք, ձեզ կկրկնեն, այսինքն հասցեն կկրկնեն կվերադառ։ Նյու Յորքում մեկ ուրիշ օդանավ վայր ընկավ, որտեղ այդ օդանավի մեջ մի հայր իր կնոջ հետ եւ 2 երեխաների իր հետ եւ երեխաների այդ նշանածների հետ այս օդանավով անձնական օդանավ այդ անձնավորությունը նյուրոսերջեն է, ներվային այս վիրահատող բժիշկ է, իր աղջիկը MIT է գնում Ամերիկայի ամենաճանաչված համալսարաններից Massachusetts Institute of Technology, որ ինժեներների երազանքն է այդտեղ ավարտեն, ամենայն դեպս իր աղջիկը այդտեղ ավարտող է եւ ֆուտբոլ, այն ֆուտբոլ, որ մենք գիտենք, որ ոտքով, որտեղ այստեղ ֆուտբոլը ձեռքով խաղեր է, ամենայն դեպս իր աղջիկը Ախոյանն էր այդ իր հետ եւ իր նշանածի հետ օդանավի մեջ, օդանավ վայր ընկնում 6 ման մենք շարունակենք այստեղ տեսնեք օդանավը վայր ընկել հիմա ուսումնասիրում են տեսեն պատճառները ինչ էր 10 մայլ այսինքն օդանավակայանից հեռու վայր է ընկնում այստեղ տեսնում եք բարձրանում է Նյու Յորքում ու հետո այսպես վայր է ընկնում այստեղ փոքրիկ Նյու Յորքում վայր է ընկնում բարձրանալուց հետո անդրադառնում է որ օդաչուն պրոբլեմ ունի անձնական սա օդանավ է այսպեսով լրիվ ընտանիքը տեսնում եք ինքը ծախում այդ դոկտորն եք տեսնում գրաֆ անունով իր կնոջ եք տեսնում իր դուսրը տեսնում եք իր տղային եւ տղայի եւ աղջկան նշանածներին եք տեսնում 6-ով բոլորը զոհ են գնում այս դժբախտությունը պատահում այդ ընտանիքին ինչպես այսպես տեսնում եք սա միակ դժբախտությունը չի 2022-ին այս աղջիկն է MIT-ում որ առաջին տեղն է գրավում որպես ամենալավ խաղացողը ֆուտբոլ խաղացողը իրեն նվեր են տալիս նաև այստեղ տեսնում եք
soccer player of 2022-ին։ Իսկ ժամանակ առաջ էր էլի նորից օթանավ վայր ընկնում մասնիկներն են իմանում ուսումնասիրության համար այնտեղ նաև սա մեկ օթաչուն եք տեսնում, որ հելիկոպտերով տանում են։ Ընտանիքը եկեն էին Իսպանիայից այս անձը եւ իր կինը երկուսն էլ Siemens կամ Siemens այդ մեծ ընկերությունը, որ տարբեր ամեն ինչ պատրաստում է, պատկերացրեք լվացքի մեքենա լինի, էլեկտրական լարերը, որ աշխարհով մեկ Siemens-ը ճանաչված ամենամեծ ընկերություններից մեկը գալիս են այստեղ կոնֆերանսի եւ հետո մտածում են, որ 17 րոպե այդ հելիկոպտերով Նյու Յորքը հետևեն, այսինքն Նյու Յորքը շրջեն, տեսնեն երեխաներով, մանում են իրենց 3 երեխաներով։ Անցյալ 30 տարվա ընթացքին 100 դեպք է պատահել, ակսիդենտներ է պատահել, որ այսպես տեսնում եք դժբախտություն է եղել։ Նյու Յորքի հելիկոպտերը ընկերությունը, այսինքն ասում ենք ցավում ենք եւ մենք համագործակցում ենք, որպեսզի կարողանանք պատճառը գտնենք, որ օթանավը ինչու է այրենքել, այսինքն հելիկոպտերը եւ սա նորից ընտանիքին եք տեսնում, ծնողներին եւ երեխաներին, այսպես տեսնում եք իրենց նշանազների հետ եք տեսնում, որ զոհ գնացին, այսպես տեսնում եք համալսարան ավարտող երեխաներ, այսպես օթանավի արկածի հետևանքով այդպես դժբախտություն է պատահում իրենց։ Ես ուզում եմ խոսել Հարվարդ համալսարանի մասին։ Հարվարդ համալսարանը Ամերիկայի եւ աշխարհի ամենաճանաչված համալսարաններից մեկն է, կամ ամենաճանաչվածն է, կարելի է նաեւ այդպես ասել։ 150 տարի է գոյություն ունի Հարվարդը եւ կառավարությունը տարեկան 9 բիլիոն գումար է տալիս Հարվարդին։ Հարվարդը կառավարական համալսարան չի, այսպես ոչ շահադիտական համալսարան է, բայց անկախ համալսարան է Բոստոնում գտնվող, նրանք որ գնան կտեսնեն, մի քաղաքի նման է ինքը Հարվարդը, ինքը խոշոր համալսարաններից մեկն է։ Եվ նախագահ Թրամփ իրենց վրա ճնշում էր բանացրել, որովհետև այնտեղ բողոքում են Հարվարդում նաև հրեաներին ինչ-որ գազայում, այդպես դժբախտություն ինչ-որ գազայում պատահում է, մարդիկ, այսինքն աշակերտներ դուրս են գալիս, ուսուցիչները երբեմն բողոքում են եւ այլն։ Հիմա Հարվարդում կառավարությունը ասում է 9 բիլիոնը նախագահ Թրամփի հրամանով, ուրեմն կառավարությունը 9 բիլիոնը չի վճարում Հարվարդին, ասելով, որ դուք պետք է նախ որ ում եք վարձում, որպես ուսուցիչ, պրոֆեսոր, պետք է փոխվի, այսպես որ դուք եք անկախ վարձում եք չպիտի լինի։ Հետո ծրագիրները պիտի նաև փոխել եւ այսպես տեսնում եք փոփոխություն է պահանջում նաև դասավանդումները ինչպես լինի, ինչպես վերաբերվեն աշակերտների հետ, ու Հարվարդն ասում է, որ մենք չենք անելու այդ։ Մենք անկախ համալսարան ենք, կառավարությունը իրավունք չունի մխրճվի, ինչպես է ղեկավարվում այստեղ։ Թեև գումար ենք ստանում, դա չի նշանակում, որ մեզ կարող են հրամայեն, ինչպես աշխատանք տարվի այստեղ 100-ից 150 տարի է այս ձևով աշխատանքը տեղի ունեցել։ Եվ կրթական ոլորտի է, տեսնում եք դուրս են եկել բողոքի, որ մի մխրճվեք կրթական ոլորտը ինչպես պիտի տեղի ունենա, իրենք ունեն այդ բավարար փորձառություն։ Անկախ, ասում եմ, որևէ կառավարություն, անկախ որ կուսակցության է պատկանում, այսինքն միտքը դեմոկրատ, ռիփաբլիկան, չի կարող մեզ հրամայի, որ ինչ դասավանդենք, ում դասավանդենք, ում ընդունենք, ումին բարձրացրենք եւ կրթական ոլորտը ինչի մասին պիտի լինի, Հարվարդի պրեզիդենտը, երբ որ համալսարանի աշակերտներ եւ բոլորը դուրս եկան բողոքի, եւ ասում է Հարվարդը, որ մենք չենք հանձնվելու
կամ մեր այդ իրավունքները եւ օրենսդրություն ունի Հարվարդը, դա հետևելու ենք դրան, Հարվարդը անկախ համալսարան է, private համալսարան է, կառավարական համալսարան չի եւ կառավարությունը չի կարող գա եւ ղեկավարի կամ ասի, որ ինչպես ղեկավարվի այս համալսարանը, որտեղ մենք անկախ համալսարան ենք, ասում է աշխարհի ամենաճանաչված համալսարանը, ինչ որ տեսնում եք, ասում են իհարկե այդ diversity-ն պետք է վերանա եւ երրորդ մեկ անկախ խումբ հակահրեական աշխատանք է տարվում այստեղ, կառավարությունը ասում է, որ չպիտի հակահրեական anti-semitism, այսինքն չպիտի տեղի ունենա եւ մտքերի փոխանակումը պետք է տեղի ունենա, այսպես պահանջեր է կառավարությունը Հարվարդից տեսնում եք, այստեղ Հարվարդի տարածքն եք տեսնում, որ եթե Բոստոն այցելեք, անպայման Հարվարդ համալսարանը նաև այցելեք։ Ես ուզում եմ շարունակել եւ խոսել մեկ Փենսիլվանիայի նահանգապետը մեկ Շափիրո անունով անձնավորություն է եւ այս մի քանի օր, այսինքն հրեական ծես է տեղի ունենում, որտեղ այս նահանգապետը, որ հրեա է եւ խիստ հավատացյալ հրեա է եւ իր հրեական ծեսերը բոլորը կատարում է, բոլորը հետևում է այս սաբաթը հետևում է Շափիրո անունով անձնավորությունն է, ուրեմն ինքը իր այնինչ որ տրամադրված է նահանգապետին իր տանը քնած է լինում, այս անձնավորությունը ինչ որ տեսնում եք, բարկացած է հրեաների վրա, հիմա մանրամասն հայտնի չի, որ այս հրեան է կառավարում համալսարանը, գալիս է եւ ջարդում է որոշ տարածքները իր ուր որ նահանգապետի բնակարանն է եւ հրդեհում է։ Ես ուզում եմ այստեղ ցույց տալ իրեն, տեսնում եք այս Փենսիլվանիայում տեղի ունեցող դեպքն է, 37 տարեկան է, 38 տարեկան է եւ իրեն մեղադրում են տերորիզմով եւ սպանության համար, այսինքն attempt, տեսնում եք բնակարանը հրդեհեր է։ Այս նահանգապետին եք տեսնում իր ընտանիքի հետ, այսպես տեսնում եք նահանգապետին, ուրեմն տատ է բացվել այդ անձնավորության ձերբակալները։ Ինքը ասել է, որ ատում է այս նահանգապետին Շափիրոին եւ նախապես Կիրակի օրը գնացել էր եւ այդ ուսումնասիրել էր ռեզիդենսը, բնակարանը եւ հետո ձեռնարկել էր ինչ որ հրդեհներ, Molotov cocktail ղրկերներ, Passover-ը, այսինքն հրեական տոն է, ուրեմն այդ բերումով ավել բարկացած էր եղել եւ այս ռումբը գցեն գարյուջրի բաթլի մեջ դրեներ ու գցեն այս բնակարանն է նահանգապետի, ասացի կառավարության պատկանող, տեսնում եք մեծ տարածք է եւ բարձրանում է, ֆենսը մտնում է եւ տեսնում եք այստեղ այդ ռումբերը Molotov cocktail-ը գցում է այնտեղ եւ վառում է։ Եվ եթե մուրճով ցանկությունը հայտնել, որ գնա մուրճով զարկի իհարկե նահանգապետին, անցյալում ռեկորդ է ունեցել այս անձնավորությունը, ընտանիքի անդամներն ասում են, որ հոգեկան խանգարում ունի, սա ոճրագործ չի եւ ինքը խնդրեմ ունի, ասեն են ընտանիքի անդամները, այսպես տեսնում եք։ Ինքը նաեւ հաճախ գրություն ունի, հակահրեական գրություն է ունեցել, այստեղ Թրամփին եք տեսնում նաև այս առիթով արտահայտվում է, որ պետք է ձերբակալվի, անձը ձերբակալվել է եւ պետք է պատժի տատի տրվի։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, Օզեմփիկ տեղի մասին խոսեմ, բնակարան
առաջին անգամ անձիկ որ Ամերիկա բնակարան են գնում տարիքը տարի բարձրանում է նախապես տեսնեք ինչ տարիքում էին առաջին անգամ անձը բնակարան էր գնում հիմա ինչպես է այդ մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն ցեզ է առաջարկում դաշնամուր $1,000-ից մինչև $500,000 որևէ տեսակ դաշնամուր պատկերացնում եք գոյություն ունի այնտեղ ամերիկյան, ֆրանսական, գերմանական, Czech Republic-ից ամենաճանաչված դաշնամուրները ժապոնական, չինական, կորեական որտեղ դաշնամուր է պատրաստում իրենք ունեն ամենամեծ խանութը Ամերիկայի տեսնում եք այստեղ 449 South Arroyo Parkway Pasadena-ում է անմիջապես գլենդելի արևանության հարյուրավոր դաշնամուր այնտեղ կա անպայման այցելեք տարբեր գույներում մանուշակ, կարմիր, վարդագույն, սև, սպիտակ, կանաչ ծրագիրը նաև հովանավորում է M&M Liquor Market-ն հովանավորում ծրագիրը Զատիկ է գալիս, մի քանի օրից զատիկ է, խմիչք երևի կօգտագործեք այնտեղ ձեր այդ խնջույքի ժամանակ 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում գլենդելում է Բրբանքի հարևանության տարատեսակ խմիչքներ են առաջարկում կին խիստ զեղչված է այս զատիկի առիթով անպայման այցելեք ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ accident եք ունենում զանգարեք Անդրե Ղարիբյանին եւ իր հետ խորհրդակցեք հեռախոսահամար տեսնում եք լավաշ ամենահարնի լավաշը նաղաշ լավաշը վերցրեք երբ նպարատուն եք գնում նաղաշ լավաշը միշտ թարմ է ամեն օր բերում են նպարատուն տալիս են դուք գնում եք նպարատուն այս տեսակը վերցրեք կվերադառնա Օզեմփիկ տեղը որ շաքարախտի կանխելու տեղ է այսինքն նրանք որ շաքարախտով տառապում են Օզեմփիկ տեղը օգնում է իրենց իսկ Օզեմփիկը բանից դուրս եկավ որ նաև կաշիրը իջեցնելու շատ հարմար տեղ է ուրիշ տեղեր նաև 3 ուրիշ տեղեր կան որ նույն հատկություններով են շաքարախտեր հետո տեսան կաշիրը իջեցնելու շատ հարմար է մարդիկ օգտագործում են իսկ դուք եթե նաև Օզեմփիկ օգտագործում եք վստահ եղեք անպայման տեղատունից եք գնում որովհետև այստեղ հիմա ասում է կառավարությունը որ counterfeit Օզեմփիկ product կա այստեղ տեսնում եք անգամ համարներ գրված է այդ տեսնում եք եթե ասում է lot number PAR 0362 տեսնում եք այդտեղ կամ serial number ասում է 51746517 ուրեմն այս համարները ինչ որ վրան գրված է շատ էժան գնով տալիս են մարդիկ կարծում են այս օգտագործում են այս Օզեմփիկը եւ մեծ իրենց համար բարդություն են ստեղծում նամանավանդ ես ինքս հանդիպել եմ անձիկ որ այս տեղը վերցնում են որ այսինքն շաքարախտով չեն տառապում բայց այս տեղը վերցնում են որ կշիռ իջեցնեն անձիկ կան որ մի քիչ կշիռը իրենցը բարձր է բայց հարմար չի տեղ օգտագործեք Ավել լավ է ձեր կշիռը մի քիչ բարձր լինի, քան թե դուք տեղեր օգտագործեք, որ կարող է ուրիշ տեղերը բոլորը պետք է հիշեք, որ շատ լավ է որոշ հարցի համար, բայց ընդհանուր առմամբ տեղը օգտակար չի։ Տեղը ուրիշ side effect-ներ ունի։ Տեղ չկա, որ մի side effect չունենա, կողքից մի ուրիշ վնաս չհասցնի։ Եթե մի հիվանդությամբ տառապում եք տեղ են տվել, հարկավոր է այդ տեղը վերցնեք, բայց անտեղի տեղեր պետք չի վերցնել։ Ես ուզում եմ շարունակել խոսել բնակարանի համար, որ անձիկ, որ առաջին անգամ բնակարան են գնում, երիտասարդները սովորաբար
առաջին անգամ օրինակ ամուսնացել են կամ սինգլ են, բնակարան են գնում։ Տարիներ առաջ տարիքը ավելի ցած էր։ Հիմա բարբերաբար առաջին անգամ բնակարան գնողի տարիքը բարձրանում է։ Ես ուզում եմ այստեղ ցույց տալ, գիտեք, գնում են, ընտանիքը արդեն կազմվել է, երեխաներ ունեն, իրենց բնակարան են այսպես ցույց տալիս։ Հիմա ես ուզում եմ տարիների ընթացքից այս ցույց տալ, որ ինչպես է տեղի ունենում կամ ինչպես էր նախկինում եւ հիմա ինչ էր 1980 թվին կամ 80-ական թվականներին այն անց որ առաջին անգամ բնակարան էր գնում մոտավորապես 29 տարեկան էր այդ երիտասարդը 29 տարեկան էր հիմա 2023-ին պատկերացրեք այդքան տարի հետո միջին այդ բնակարան գնողի տարիքը էլ 35 տարեկան է իսկ 2024-ին բարձրացավ ավել դժվարանում է այսինքն անձը կարողանա բնակարան գնի 38 տարեկան է որ առաջին անգամ բնակարան է գնում եւ որովհետեւ գինը շատ բարձրացել է եւ բնակարան քիչ կա որտեղ քիչ է կառուցվում հիմա 30 տարի fixed mortgage rate 6.98 է եթե լավ կրեդիտ ունեք եւ շատ դժվար է որովհետեւ ամսվճարը բարձրանում է $2800 միջին ամերիկայի բնակարանի գինն է ընդհանուր ամերիկայի բնակարանի միջինը ընդամենը 400,000 է մեզ մոտ այդպես չի մեզ մոտ միջին գինը հիմա հասել է 1 միլիոնի է հասել եւ դրա համար տեսնում եք այս միջին median այսինքն կեսը դրանից ավելի կեսը դրանից շատ ընտանիքները դժվար է լինում երիտասարդ ընտանիքների համար կարողանան ցկտեն եւ գնեն իրենց ցանկացած բնակարան ուր կարողանան ընտանիք այդտեղ բնակվի ես երբ վերադառնամ դաթարից պետք է խոսեմ կանանց մեկին բարձրանում է լերը եւ վերջավորությանը Blue Origin տեսնեք առաջին անգամ լինելով որ նրանք որ գնում են տիեզերը գնացները բոլորը միայն կին են դա պիտի ցուցադրեմ քիչ հետո իսրայելը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է 100 խանութ ունի Ամերիկայում Գլենդելում 339 նոր ցենտրալ եւ մրթելի հատման կետում է գտնում նոր մատրես կարիք ունեք այստեղ գնացեք նաեւ գրասեղան սեղանաթոռն է ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը Raffi's Market-ը ձեզ է առաջարկում պատրաստի ճաշ եթե դուք ժամանակ չունեք այդտեղ այցելեք իրենք պատրաստեն են ձեզ վաճառելու համար Jackpot հովանավորում է ծրագիրը Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում է գտնվում այնտեղ կգտնեք նոր հագուստներ խիստ զեղչված է հագուստները իսկ տարատեսակ կոշիկներ տարատեսակ հագուստները իջեցրել են $5 անպայման այցելեք եւ տեսնում եք այստեղ հագուստներ, կոշիկներ խիստ զեղչված է զատիկվա առիթով անպայման այցելեք Թահանգայում գտնվող այս խանութը Jackpot-ը որ տարիները իհարկե աշխատում է նախապես Գլենդելում էր հիմա Թահանգայում են այցելեք զատիկվա համար ծեր նվերները վերցնելու ծեր ազգականների համար բարեկամների համար այդտեղից ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում իրենք ունեն բաս մինիբաս ձեզ կտանեն ու կվերադարձնեն Սոնաֆե տարիցների կենտրոն ծրագիրը նաև հովանավորում է Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը ձեզ է առաջարկում այս զատիկվա առիթով երևի ճաշեր պիտի պատրաստեք հրանցնելու ձեր ազգական բարեկամներին ընտանիքին սա շատ հարմար է երկու հատ է մի կողը կարող եք տապակել պատտացնել հեշտությամբ մյուս կողմը ինչ որ կարիքը կա այստեղ կարող եք հեշտությամբ տապակել ու մատուցել ձեր ազգականներին բարեկամներին կվերադառնա
մի երիտասարդ լեռնագնաց, այստեղ ուզում եմ ցույց տալ, բարձրանում է սարը եւ հետո մի կետի է հասնում, որ էլ չի կարողանում շարժվի, վտանգը կա, որ վայր ընկնի այն բարձունքից։ Հելիկոպտերով գալիս են, մի ժամ այնտեղ բարձունքի վրա են լինում, հելիկոպտերով գալիս են ու իրեն փրկում են, ինչ որ այստեղ տեսնում եք, օգնության են գալիս ու փրկում են իրեն, ինչպես տեսնում եք այստեղ։ Ես պիտի կարճ դադար վերցնեմ, դադարից հետո վերադառնամ, ձեզ ներկայացնեմ մի 6 տիեզերագնաց կին, իրենց ներկայացնեմ, ծրագիրը հովանավորում է Սամ Էբրահիմի բժիշկն է հովանավորում, որը ձեզ առաջարկում է, եթե թաթի տակ, թաթի վրա, ոտքի վրա վերք ունեք եւ չի լավանում, քայլում եք, շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգարեք։ 4 կենտրոններ ունի, Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616, իսկ Glen Oaks փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է պարոն Էդվարդն հովանավորում։ Եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք բիզնեսը վաճառելու, այս հեռախոսահամարին զանգարեք։ Ուրեմն պարոն Էդվարդի հետ խորհրդակցեք ձեր բիզնեսի վաճառման համար։ Նաև մեկ աֆիսներ բարձու է տրվում։ Այստեղ տեսնում եք երկրորդ հարկում գեղեցիկ աֆիսներ բարձու է տրվում։ Եթե հետաքրքրված եք, զանգահարեք այս հեռախոսահամարին, պաստառի վրա երևացող կվերադառնա։ Առաջին անգամ է, որ 6 կանայք տիեզերագնաց են դառնում։ Գիտեք, Blue Origin այն հրթիռն է, որ Amazon-ի տեր Jeff Bezos ստեղծել է եւ գնում են տիեզերք 4 րոպե, այդպես այդ ցկողական, այսինքն այնքան մեր մոլորակից հեռանում են, որ ցկողական ուժը չկա այնտեղ եւ 4 րոպե այդ վիճակում են 11 րոպե տևում է գնան վերադառնալ, շատ կարճ թռիչք է, բայց ասացի 4 րոպեն շատ կարեւոր է, որ քիչ հետո գցես։ Առաջին անգամն է, որ 6 կանայք այդպես են անում։ Փերի երկչուհուն եք տեսնում այստեղ նաեւ մեծացնենք պատկերը, այնտեղ նաեւ տեսնում եք Գեյլ Քինգին եք տեսնում, որ 7-րդ հեռուստաալիքի տարիների հաղորդավար է, այնտեղ եւ ուրիշները, ինչ որ տեսնում եք ճանաչված անձնավորություններ այդտեղ են, այս 6-ը առիթ ունենում են, որ տիեզերք բարձրանան, Թեքսասից այս հրթիռը բարձրանում է, Blue Origin-ը բարձրանում է Թեքսասից ու 11 րոպե տևության, այն ժամանակ է, որ ցկողության ուժը չկա, gravity չկա, 4 րոպե այդպես հաճույքն են ունենում տիեզերքում, այսպես տեսնում եք եւ հետո վերադառնում են մեր եւ իջնում են իհարկե, հենց իջնում է Թեքսաս, իջնում է այս, տեսնում եք այստեղ երբ վերադառնում է, իջնում են, այսպես ուրախությամբ այստեղ տեսնում եք 6 հոգով նկարվել են, առաջին անգամն է, որ այսպես դեպք է պատահել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։